Ինչ կասեք Փաշինյանին դուք, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Պետք է ղեկավար ունենայինք, որ հանդիպեիք։ Ես вообще չեմ հարցնի, չեմ խոսա այդ։ Ինչ բողոք է, նասա բողոք է իրարած։ Որ մտածես դրը բողոք է։ Այնա ծնվել է ֆաշիստը մեռնելու։ Ես կասեի, որ արդեն ժամանակը եկել է, որ ինքը թողնի պոստը, որտեղ իր մոտ բոլոր անհաջողությունները, հասարակությունը իր հետ չի ուզում քայլի, իրան չի տեսնում ապագայում։ Եթե տեսնեի, կասեի մի քիչ ուշադրություն դարձնի շրջաններին։ Շրջանները այսօր շատ վատ վիճակում է։ Նա խոստումները կատարեր, միայն խոստումները կատարեր, մեկ է սահմանամերձ շրջանները ապահովեր անվտանգությունը։ Անվտանգության հարց է այստեղ։ Ուժեղ բանակ ունենանք։ Այդ դրանք ծեծված խոսքեր են, բայց իրոք ուժեղ բանակ, եթե ունեցանք ուժեղ բանակ, Հայաստանը անպարտելի է։ Առաջ երթի պետք է ասեի տրանսպորտի հարցը քիչ չեն լուծում։ Ահավոր վիճակ է, ժողովուրդը մեղք են, էլի, ցենց խցված գործի են գնում շապաշնի տուն։ Անկեն հարցեր կա, աշխատանքի հարցեր կա, որ աշխատանք չկա։ Աշխատանք ես ճարեմ, պահա մեզ քեզ որ դուրս չգաս, թե չեք մալտես անգործ։ Կասեմ, որ հետո ինքի մասինը մտածեմ, մեր ժողովրդի չի մտածեմ։ Թանկությունը շատ է, յուրաքանչյուր ապրանք կրկնակի երակի թանկացում է, թոշակառուների պահով ոչ մի բան չկա ընդհանրապես, մարդկանց կարգերն են կտրում, ու լավ բան չի սպասվում, ուրիշ բան չկա։ Իմ կինը ամեն ամիս 40,000 դրամ թոշակ չի ստանում, բայց ամսական 40,000 դրամի դեղորայ քառնում։ Որտեղից առնի, բանային չա ուտելու ամսվա վերջին։ Կարաս ինձ ասես։ Չէ, արդեն հուսահատված են ժողովուրդը, ինչ հարց։ Իրեն շատ հարցեր կտայի, բայց չեմ ուզում հանրայնացնել, ուզում եմ ասել, որ ինքը իր պաշտոնին չի համապատասխանում։ Ինքը մի բան է ներկայացնում եւ մի այլ բան խոսում։ Ես կասեի, որ ոչ մի խոստում ինքը չիրականացրեց սոցիալական վիճակը բարելավելու համար։ Ճիշտ է, գործեր արվեց շինարարության առումով, մի շարք գուցե վերափոխումներ եւ այլը, բայց մարդկանց սոցիալական վիճակը, բանկերի հարցերը չլուծվեց, թոշակների հարցերը չլուծվեց, շինարարությունը բնակարանների քանակով մեծացավ, բայց հասարակ մարդկանց համար դա առաջվա նման մնաց շատ ոչ մատչելի թանկներով եւ այլն։ Աստված ջոչանի։ Ես հանդիպեի Նիկոլ Փաշինյանին։ Ինչ պետք է ասեի։ Ինչ չի տեսնում Նիկոլ Փաշինյանը տելևիզոր չի նայում կամ ժողովրդի մեջ չի դուրս գալի, որ տեսնի իր մասին ինչ են ասում, ու ինքն ինչ ձևի ղեկավար է։ Էլ ինչ պետք է ասենք։ Կարող է տանեն ցակը կողեն ինձ եկույց։